կատարվեն։ Այժմ տեսնենք ինչ է սպասվում 2026 թվականի կարմիր հրեղեն ցիու տարի ծնկներ համաստեղության տակ ծնված մարդկանց։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի ծնկներին։ Սիրելի ծնկներ, ձեր ֆինանսական ոլորտում կլինի հաջողություն, կլինի հաղթանակներ, կլինի հնարավորություններ, կլինի նոր ձեռքբերումներ, գիտեք ինչ հնարավոր է աշխատանք, հնարավոր է աշխատավարձի բարձրացում, հնարավոր է մասնագիտության բարձրացում, մասնագիտական նոր որոնումներ, որոնք որ ձեզ ֆինանսական մեծ դիվիդենտներ կբերեն։ Գիտեք ինչ սիրելի ծնկներ, 2026 թվականը ֆինանսական հոսքեր լինելու է, բայց ոչ անմիջապես մեծ, այլ կամաց, որը կամաց արադանալու է, կամաց լավանալու է։ Սիրելի ծնկներ, հնարավոր է, որ դուք հնարավորություն ունենաք ձեր սեփական բիզնեսով զբաղվելու, ձեր սեփական գործունեությամբ զբաղվելու։ Այժմ տեսնենք ինչ է սպասում 2026 թվականի անձնական ոլորտում ծնկներ համաստեղության տակ ծնված մարդկանց։ Սեր, միություն, լիություն, էմոցիաներ, երջանկություն, ամուսնություն, ամուսնության առաջարկություն, ձեր կյանքի մեջ սիրելի ծնկներ 2026 թվականը լինելու է անձնական երջանկության ժամանակահատված։ Այն ծնկները, ովքեր որ ամուսնացած չեն, 100% ձեր կյանքի մեջ կմտնի այնպիսի մարդ, որի հետ դուք երջանիկ կլինեք, այնպիսի մարդ, որն որ ամբողջովին համապատասխան է ձեր էմոցիոնալ դաշտին, այնպիսի մարդ, որ իրոք լինելու է ձեր կեսը։ Այն ծնկները, ովքեր որ ամուսնացած չեն, սիրելի ծնկներ, ինքնըստինքյան 2026 թվականը ձեր ընտանիքի մեջ լինելու է երջանկությունը վայելելու ժամանակահատված։ Հնարավորությունն է բարձվելու, որ դուք իրոք ուրախ լինեք, իրոք երջանիկ լինեք։ Ինչպիսի իրավիճակ է մեր սիրելի ծնկների առողջական ոլորտում 2026 թվականի։ Լավացում, առողջացում, ապաքինում, եթե նույնիսկ խնդիրներ կար, Աստծո ցույց է տալիս, որ կլինեն խնդիրներ, կլինեն պրոբլեմներ, բայց այդ խնդիրները